Պարոն Փաշինյան, ձեզանից առաջ ձեր թիմակիցներն էին արցախցիներին ասում մնայիք, կռվեիք, չգայիք, դուք երևի գիտեք, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախում ցեղասպանություն է եղել, միջազգային փորձագետներն են դա փաստել։ Ցեղասպանության պայմաններում մարդիկ կռվել են մինչև վերջ, ինչքան կարողացել են։ Հիմա մնայիք, չգայիք ասելով դուք ինչ նկատի ունեք, դուք եւ ԿՊԱ-կանները ԱԺ-նախագահ Ալեն Սիմոնյանն էլ էր ասում, մնային մինչև վերջին արցախցին ցեղասպանվեին, սպանվեին, գերեվարվեին, որ չգիտեմ, այստեղ դուք լավ զգայիք, ինչ է ձեր ասածը, այս հարցի պատասխանն ենք ուզում ստանալ եւ մեկ հարց էլ միշտ դուք սպառնում եք, որ պատերազմ կլինի, ձեր ընդդիմախոսներն էլ ասում են, գիտեք ինչ կա, դուք եք վերել պատերազմը, ձեր օրոք է եղել, օրինակ երեք Արման Թաթոյանն ասում էր պատերազմի կուսակցությունը դուք եք, ասում են ինչի պաշտպանությունը, ինչու եք ձախողել պատերազմից հետո, որ այսօր էլ ասում եք, որ ամեն մեկը կարող է մեզ սպառնալ պատերազմով եւ ըստ էության դուք էլ դա օգտագործեք նախընտրական փուլում։ Շնորհակալություն։ Դե գիտեք, մենք ասում ենք, մեզ ասում ենք եւ ժամանակաշրջանը հարմար է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնահատի։ Ի վերջո, ընտրությունը նաեւ բանավեճերը հանգուցալեցելու միջոց էր, չէ՞, որովհետեւ 2021 թվականին էլ 2018 թվականին էլ դրա մասին էր եւ թող խնդիրը այնա, մենք պետք է ակտիվ հաղորդակցության մեջ լինենք եւ գնահատվի դա։ Եվ մենք ժողովրդի հետ մեր ունեցածը կիսում ենք եւ մենք հանձնվում ենք ժողովրդի դատին, ինչպես դա արել ենք 2021 թվականին։ Մենք նախորդ անգամ քաղաքական որոշմամբ արտահերթ ընտրություններով, այս անգամ հերթական որոշմամբ եւ ժողովուրդը մեզ կդատի եւ ուզում եմ էլի վերահաստատել, որ ցանկացած որոշում, որը կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, մենք այդ որոշմանը հնազանդ կերպով կենթարկվենք։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, գիտեք, պետքա ես չի ուզի այդ թեմային անդրադառնալ, բայց ուզում եմ ասել, որ 2023 թվականի իրադարձություններից հետո Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները եւ ես ուզում եմ շատ բան կարողանալով բացել եւ ես ուզում եմ արձանագրել, որ այն պնդումները, չգիտեմ ոնց ասցիք, որ դրա մասին չի խոսքը, կռվելու եւ այլնի մասին պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ մեր հետախուզության եւ ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով արկա զենք զինամթերքի ես տոկոսներ ասեմ, կարող եմ տոկոսային ճշգրտությամբ գնահատվել, բայց առյուծի բաժինը դա կարող է լինել 80%, դա կարող է լինել 90%, մնացել են ձեռք չտված, սենց ասել։ Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց եւ Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրեցին իշխանափոխություն Ղարաբաղում եւ Հայաստանի ազգային ժողովում շնորհավորում էին իրար եւ այդ շնորհավորանքներից հետո ընդամենը մի շաբաթ հետո տեղի ունեցավ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան։ Եթե հիմա 10 օր առաջ ասեինք, որ տեղի են ունենալու սուր իրադարձություններ, այս ամեն ինչ չնայած ասել ենք։ Ենթադրում եմ ազգային ժողովում այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը շատ ակտիվ էր եւ տալիս էր գնահատականներ, թե դրա հետևանքները ինչ էր լինելու, եւ բայց ի հեճուկս այդ գնահատականների եւ զգուշացումների մարդիկ իրար շնորհավորում էին, ասում էին, որ հիմա տեսեք ինչ են կանելու Ղարաբաղում, հաջորդիվ ինչ են կանելու Հայաստանում, եւ ես ուզում եմ հաստատել դա, որ նրանք այն ինչ որ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում եւ այդ մարդիկ ընդ որում նրանց մի մասը Հայաստանում իշխող շրջանակների եւ քաղաքական ուժերի
ներկայացուցիչներ են բառից բուն իմաստով փախան Ղարաբաղից, ընդ որում ինձ մեղադրելով, որ սահմանները մենք փակել ենք եւ թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա։ Եվ ես նույնիսկ հիշում եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այդ ժամանակ ես Բաղրամյան 26-ում էի նստում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպում տեղ ունեցավ, որտեղ նրանք եկել էին եւ ինձնից պահանջում էին, որ ես սահմանը բացեմ։ Ես ասել եմ, որ սահմանը փակ չի բնականաբար, բայց նաեւ ուզում եմ ասել, որ Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այս ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ, եթե դուրս եկաք, իմացեք այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու։ Եվ ինչ վերաբերվում է ձեր գնահատականներին, գիտեք ինչ, մենք բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Եվ ընդհանրապես այդ ցեղասպանությունների մրցավազքը պետքա դադարեցնել։ Ասենք, երբ որ մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ։ Եվ ելի եմ ասում, ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք կամ դժվար է ասել, որից հետո է եղել, ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ, եւ մենք ելի ասում եմ, այդ ամեն ինչը մի բանի մասին է։ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե էսա մի օր ցեղասպանությունը կճանաչի միջազգային հանրությունը, էսա մի օր Սևերի պայմանագիրը կաշխատի, էսա մի օր էս կլինի, էսա ես մեր քաղաքականությունը եւ ռազմավարությունը հետեւյալն է։ Մենք պետքա խաղաղվենք։ Հայաստանի ինչպես ժամանակին Չարենցն է ասել, կա Հայաստանի Հանրապետություն եւ ուրիշ ոչինչ։ Ուրեմն կենտրոնանում ենք Հայաստանի եւ տնավորվում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այդ միֆերը կռվել են միջև վերջ եւ այլն եւ այլն։ Իմիջայլոց կարիքը լինի այդ տվյալները կգաղտնա։ Իմիջայլոց անհրաժեշտությունը լինի։ Ես համոզված եմ, այս խմորը ջուր կտանի, կթողենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահի ես կորոշեմ, երբ որոշում կայացնեմ, այդ ամեն ինչը հրապարակեմ։ Սուտ է, չի եղել տենց բան։ Չի եղել տենց բան։ Փախել են, ճողոպրել են։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նախորդ անգամ շուրջ 1 տասնյակ գործընկերներ, այդ թվում դուք, հարգելի Ռոզա, իրավունք ունեցաք հարց հնչեցնելու ժամանակի սղության պատճառով։ Ասուլիսը տևելու է 1 ժամ, այնպես որ երբ որ ձեր հարցը հնչում է, որևէ մեկը չի միջամտում։ Խնդրում եմ դուք էլ նույն կերպ։ Շնորհակալ եմ։ Ընդ որում փախել ճողոպրել են, այդ թվում, ընդ որում 44 օրյա պատերազմի ժամանակ էլ այն պլանի ներքո, որ այդ բանի այդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի կառավարության դավաճանություն եւ դրա բանի ծխածածկույթի ներքո Հայաստանի Հանրապետությունում իշխանապողություն են անելու։ Չկարողացան անել, գիտեք ինչ պատճառով։ Որովհետեւ իրանք ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովուրդը չեն։ Այդ մարդիկ չեն ներկայացնում ու չեն ներկայացրել երբեք Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին, որովհետեւ չեն ունեցել լեգիտիմություն։ Չեն ունեցել լեգիտիմություն։ Ժողովուրդը ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանին մի անգամ ընտրել է, դրանից հետո չի ընտրել։ Նրանք երբեք Հայաստանի լեգիտիմ ղեկավար չեն եղել։ Եվ այդ է եղել պատճառը Ղարաբաղի վերջին ներկայացուցիչները, նրանք լեգիտիմություն չեն ունեցել ընդհանրապես։ Նրանք ում ներկայացուցիչն են, ընդհանրապես ում են ներկայացրել, այդ հարցը պետքա պարզաբանվի եւ այս օրերին այդ հարցն է պարզաբանվում։ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես, բացի Հայաստանի ժողովրդից։ Նրանք Հայաստանի ժողովրդի հետ կապ չեն ունեցել երբեք։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն նա, որ իր առաջնորդությամբ Հայաստանը եւ հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար